1100 երեխայի համար կներդրվի շաքարային դիաբետի կառավարման ճշգրիտ տվյալների համակարգ։ 570 միլիոն դրամ հատկացվեց 10-ից 18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի մոնիթորինգի համակարգի ձեռքբերման համար։ 0-ից 9 տարեկանների համար արդեն հատկացվել է 181 միլիոն դրամ։ Համակարգում կներառվեն վերջին սերնդի սենսորներ։ Այս համակարգերը թվայինն են ամբողջովին եւ տվյալները հավաքագրվելու են հեռավար ձևաչափով եւ առնվազն 5 մեծ կարողանալու է հետևել երեխայի ուրեմն ցուցանիշներին։ Բժիշկը, ծնողը, եթե անհրաժեշտություն լինի, դաստիարակը, ուսուցիչը։ 2025-ին վերանայվել է մինչև 28 տարեկանների համար չափման ստրիպների քանակը եւ ներառվել նաեւ 18-ից 28 տարեկան անձանց համար, ինչն ըստ նախարարի կարեւոր է դիաբետի վարման առումով։ Միջոցառումներն ուղղված են նրան, որ երեխաները չհամարվեն հաշմանդամ։ Մատակարարումները սահմանված են մինչև տարեվերջ եւ այսպես խմբականակներով մենք կստանանք, երեխաները կհրավիրվեն, իրենց բժիշկը եւ բուժքույրը ամբողջապես կիրականացնի փակցնումը սարքի եւ նաեւ կրթական հատված եւ այսպես խումբ մենք մինչև տարվա վերջ ուրեմն պիտի ապահովենք։ 2025-ին կառուցվել, նորոգվել, հիմնանորոգվել է 400 կիլոմետր ավտոճանապարհ, եւս 2.9 միլիարդ դրամ հատկացվեց 58 կիլոմետր ճանապարհների համար։ Վարչապետը նկատեց, հաշվի առնելով ճանապարհաշինության որակական փոփոխությունները, վերջին շրջանում մարզերայցի ընթացքում նախարար Խուդատյանի հետ հաղորդակցություն գրեթե չի ունենում։ 2018 թվականից ես երբ որ որևէ ուղղությամբ որևէ այցի գնում էի, դա տասնյակներով ձայնային եւ տեքստային հաղորդագրություններ ակնհայտ է, որ մենք ճանապարհային ցանցի որակի էական փոփոխություն ունենք, բայց իհարկե այստեղ էլ ընդհանուր առմամբ արդեն գալիս է մեր ստանդարտի հարցը եւ նաեւ աշխատանքը այնպես կազմակերպելու հարցը, որ մենք վստահ լինենք, որ ունենք մեխանիզմ, որպես մեր ճանապարհները չհասնեն այն վիճակին, որ նորից մենք սկսենք այդ վիճակից վերել ավելի լավ վիճակի։ Ճանապարհային ցանցը ամբողջությամբ կառավարված է ուրեմն երթևեկության նշաններով, որոնք նաև փորձարկումների են ենթարկվում մեր լաբորատորիայի կողմից։ 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 222,000 աշխատատեղ։ Վարչապետը ներկայացրեց աշխատատեղերի նոր վիճակագրությունը։ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800,000-ի սահմանը, պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել եւ կազմել է սեպտեմբերի դրությամբ 805,687։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցված աշխատատեղերը ավելի են 37,140-ով կամ 4,8%-ով, 2018-ի համեմատ 222,912-ով կամ 38%-ով։ 2018 թվականից հետո մենք էականորեն Հայաստանում եկամտային հարկը իջեցրել ենք։ Եռահարկ, այսպես ասած, եկամտային հարկը, որը 36%, 26% եւ 23%։ Մենք նախ համահարկ դարձրինք եւ հիմա Հայաստանում եկամտային հարկը 20% է։ Այսինքն սա նշանակում է, որ այն ավել տոկոսները մնացել են մարդկանց մոտ, այդ գումարները։ Եվ մեր բոլոր տնտեսական վերլուծությունները ինչ են ցույց տալիս։ Ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում կներեք այդ կոպիտ ձևակերպման համար տնտեսությունում փող կա։ Հետևաբար արդեն աշխատուժի անհատի փոքր եւ միջին բիզնեսի կարողություններից է նաեւ մեծապես կախված, թե այդ փողի շրջանառությունից ինչ հատված են մարդիկ կարողանում վերցնել։ Վարչապետի խոսքով այստեղ է աշխատանքի, բիզնեսի կազմակերպման արդյունավետությունը, կրթությունը, անձի կարողությունների զարգացումը։ Սրանց ուղղությամբ կառավարության քաղաքականությունը ըստ Փաշինյանի զարգացմանը նպաստող քաղաքականություն է։ Հակառակ դեպքում է զարգացումը որտեղից, տնտեսական աճը որտեղից։ Ընդ որում ամեն անգամ, երբ որ Հայաստանում տնտեսական աճը տեղի ունենում, էլի փորձ է արվում կապել ինչ-որ արտաքին գործոնների հետ։ Այդ արտաքին գործոնները գալիս գնում են, տնտեսական աճը մնում է, նշանակում է այնուամենայնիվ ինչ-որ բան, ինչ-որ ֆունդամենտալ գործոն կա, որ այդ տնտեսական աճի կայունությունը պահում է։ Տնտեսության կառուցվածքում Նիկոլ Փաշինյանի խոսքով տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ։ Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը։ Արդեն 2 օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին եւ ես միջազգային հարթակում
Թբիլիսիում տեղի ունեցած Մետաքսի ճանապարհ համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ եւ ողջունել եմ այդ որոշումը, նույնը ուզում եմ անել նաեւ այստեղ, որովհետեւ դա շատ կարեւոր որոշում է եւ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուրըն քննարկվում է, չէ՞, թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք, ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք, եւ սա շատ կարեւոր է, այսինքն մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, մենք ուր ենք գնում։ Գյուղմթերքի արտահանումը անցած տարվա համեմատ աճել է 13.8%-ով, Ծիրանի դեպքում աճը 25.5% է, Սալորի դեպքում 61.1%, Դեղցի դեպքում 87.1%, Կեռասի դեպքում 123%, Տանձի դեպքում 245%, Լոլիկ 12%, Պղպեղ 62%, Կաղամբ 843%, Սմբուկ 72%, Հատող ծաղկի դեպքում 6.4% աճ է արձանագրվել, իսկ տոննայով 116%։ Երբ որ ես դա առաջի անգամ իմացա, որ ամենաշատ Հայաստան ներկրվող մրգերից է տանձը, ամենաշատը ինձ համար սա անակնկալ էր, բայց արտահանման այս թիվը եւ այն, որ մենք ոչ մի անգամ չենք լսել արտահանման խնդրի մասին եւ այս թիվը, սա ես 90 եւ ավել տոկոս վստահ եմ, ամբողջ ինտենսիվ այգիներում աճեցված տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով եւ որ ուղղությամբ ուզեն կարող են արտահանել։ Այս տարի մթերվել է 211,000 տոննա խաղող, անցած տարի մթերման ծավալը եղել է 164,200 տոննա։ Մի փոքր արենի սորտի խաղող է մնացել եւ այս օրերին մթերումը տեղի է ունենում եւ վերջին օրերին խաղողի սեղանի սորտեր կան, որոնք որ երևի թե ոչ շուկայահանման համար պատշաճ տեսքի չեն կամ որակի չեն եւ գյուղատնտեսները, ֆերմերները դրանք եւս մթերում են, բայց պետք է նշել, որ մինչեւ հիմա մթերումը պատշաճ գնացել է, հիմնականում արդեն ավարտել են, մնացել է 2-3 մթերող, առաջիկա 1-2 օրերին ամբողջությամբ կավարտենք։ Խաղողի ոլորտում մենք ուզենք չուզենք խորքային փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք չենք կարող այդ փոփոխությունները կասեցնել, կանգնեցնել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը, գյուղատնտեսությունը ադապտացվի այդ փոփոխություններին։ Այն որ ես ասում եմ, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվի, դա հիմք է տալիս ինձ մեղադրելու հերթական անգամ մեր ազգային արմատներից կտրվելու։ Մենք մենք պետք է այս տեղեկությունը իմանանք։ Ուրեմն կոնյակ կարա արտադրվի միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Շամպայն Հայաստանում չի կարող լինել, որովհետև շամպայնը արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի շամպայն ռեգիոնում է աճում։ Դրա համար կա պրոսեկո, որը էլի փրփրուն, այսինքն ժանրը փրփրուն գինին է, որը տարբեր անուններ ունի։ Իտալականը կոչվում է, ենթադրում եմ, դա ռեգիոնի հետ կապ ունեցող։ Այսինքն մենք այս բաները պետքա հետո մենք գնում ենք ասում ենք դե կոնյակ ենք տանում, ոնց մեզ չեն թվում, բա ասում եք բան, լավ հարաբերություններ ունեք բանի հետ, Եվրամիության հետ։ Բա կոնյակ ենք տանում, հայկական կոնյակի ճամփեն փակա Եվրամիությունում։ Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, Ժորժ ջան, չի կարող լինել։ Ասում եմ, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ, որ հիմա Դիլիջանում ջերմուկ հանքային ջուր արտադրեն։
Կառավարությունը հավանություն տվեց Երևանի Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագրին։ Ծրագրի իրականացման նպատակը Կասկադի համալիրի ամբողջական եւ ավարտուն տեսք ստանալն է, եւ որը միաժամանակ կապահովի կապը կենտրոնի եւ հեղափոխության 50-ամյակի նվիրված հուշահամալիրի հետ, այդպես է կոչվում։ Ինչի արդյունքում նաև կյանքի կկոչվի թամանյանական եւ ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը։ Կասկադ համալիրի կառուցվող հատվածում տեղակայված կլինեն քաղաքապետարանին պատկանող 1000 տեղանոց նոր համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած, պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված։ Հարակից տարածքն կբարեկարգվի եւ կկանաչապատվի, կձևավորվի մշակութային եւ ժամանցային նոր հանգույց, ավելի քան 30,000 քառակուսի մետր տարածքով։ Հարակից 4.6 հեկտար տարածքում կտրվի հնարավորություն ընկերությանը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու, որը որ ինտեգրելով արկա բնական եւ ճարտարապետական միջավայրի հետ ներդաշնակորեն կհամալրեն ամբողջական տարածքը։ Այս պատմությունը տասնամյակների չլուծված խնդիր է եւ փոսորակն էլ մոտավորապես 2007 թվականից փորված է եւ տեղից չի շարժվել։ Ներդրումային ծրագիրը իրականացնելու է GTB Development ընկերությունը։ Հաղթող ընկերությունը առաջարկել է կենտրոնական հատվածում ներդնել 20 միլիարդ 46 միլիոն դրամ։ Մայա Խաչատրյան, լուրեր։